Երբևէ մտածել եք ձեր որոշումները իսկապես ձերն են, թե դրանք պարզապես լավ վաճառված գաղափարներ են։ Այսօր թվային դարաշրջանում ճիշտ որոշում կայացնելը դարձել է ոչ միայն հմտություն, այլև անհրաժեշտություն։ Երբեմն մեկ ճիշտ կամ սխալ որոշումը կարող է փոխել ամեն ինչ։ Ուրեմն ինչպես ենք մտածում, ընտրություն կատարում եւ երբեմն սխալվում թվային այս դարաշրջանում։ Այս եւ այլ թեմաները 3 օր Իդրամի եւ ID բանկի նախաձեռնությամբ քննարկման առանցքում էին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողների համար։ Այս դասընթացներն իրականացվում են սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, որովհետև ըստ մեր քաղաքականության հենց ֆինանսական եւ թվային գրագիտությունն են այն կարևորագույն կետերը, որոնց մենք որոշում ենք կայացրել առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Ֆինանսական գրագիտությունից մինչև բյուջետավորման կարևորություն, մեդիա գրագիտությունից վարքագծային տնտեսագիտությունից մինչև վաճառքի հոգեբանություն, կիբերանվտանգությունից ֆինանսական գործիքների անվտանգ եւ պատասխանատու օգտագործման կանոններից մինչև ճիշտ հաղորդակցում։ ԵՊՀ ուսանողներին փոխանցվող գիտելիքների լայն շառավիղն է։ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական գործընթացում ուսանողներին պրակտիկ հմտությունների փոխանցմանը եւ այս համատեքստում մեծ ուշադրություն ենք դարձնում բիզնեսի հետ մեր կապի ամրապնդմանը ու այս իմաստով շատ կարևորում ենք ID բանկի հետ մեր համագործակցությունը։ Ես պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ ID բանկի հետ բավական կայուն երկարատև գործընկերային հարաբերություններ է ձևավորվել։ Դասընթացների ընթացքում ուսանողները փորձեցին հասկանալ, ինչն է ազդում մեր որոշումների վրա, ինչպես չտրվել էմոցիաներին եւ ամենակարևորը, ինչպես չդառնալ խաբեության զոհ։ Թեմաները պատահական չէին ընտրված։ Մենք այսօր փորձել ենք վաճառքը ավելի պարզեցնել, բերել առօրյա կյանքի դաշտ, խոսել որոշումների կայացման մասին եւ հաղորդակցման մասին։ Ես վստահ եմ, որ ուսանողներին ինչպես իրենց պրոֆեսիոնալ կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում այդ գիտելիքն ու հմտությունները վաճառքի վերաբերյալ անհրաժեշտ է լինելու։ Իսկ թե ինչպես եւ երբ կկիրառվեն ստացած գիտելիքները ու ինչ տվեց դասընթացը, ուսանողներն են պատմում։ Սովորեցինք ինչպես պետք է չտրամադրենք մեր տվյալները, այն հաղորդագրությունները, որը եկել է մեզ, պետք է կարդանք մինչև վերջ, ամենակարևորը, միանգամից էմոցիաներին չտրվենք, անկախ թե կզանգեն մեզ ինչ կասեն, թեկուզ կներկայանան բանկից։ Ի վերջո մեր որոշումները իսկապես մերն են դառնում միայն այն ժամանակ, երբ մենք հասկանում ենք ինչպես են դրանք ձևավորվում։ Իսկ Իդրամն ու ID բանկը պատրաստ են աջակցելու այդ ճանապարհին, կուտակել գիտելիքներ, օգնելով մեր որոշումները իսկապես մերը դարձնել։